Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնն է հրապարակել հեռախոսային հարցման արդյունքները, ըստ որի եթե խորհրդարանական ընտրությունները անցկացվեն նոյեմբերին քվեարկել 21%-ն է ասել ՔՊ-ի, 11 ուժեղ Հայաստանի, 6-ը ԲՀԿ-ի եւ շուրջ 19%-ը չունի կողմնորոշում, նախ ինչպես է կարողանալու, այս թվերը ինչպես կմեկնաբանեք եւ ինչպես է կարողանալու։ Երբ է հրապարակվել, երբ է անցկացվել հարցումը։ Չգիտեմ երբ անցկացվել, բայց 3 է հրապարակվել։ Ես Նարեկ ջան, քանի որ ես հարցման մեթոդաբանության եւ ժամանակամիջոցի եւ մնացածի մասին տեղեկատվություն չունեմ, չեմ կարող շատ մանրամասն ասել, որովհետեւ վերլուծելու համար հարկավոր է, եթե հարցումները կարդացել եք, բավականին ծավալուն փաստաթուղթ է, բայց ես կարող եմ ասել հետեւյալը, որ մենք բոլոր հանրային կարծիքի հետազոտությունները ուշադրությամբ հետևում ենք եւ մենք բնականաբար աշխատում ենք, որպեսզի մեր գրանցած ցուցանիշները բարելավենք։ Մենք աշխատում ենք մեր ժողովրդի հետ մեր ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից եւ բնականաբար հետեւություններ ենք անում բոլոր հարցումներից։ Ես կարող եմ ասել, որ նաեւ այն հարցումները, որոնց մասին ես էի խոսում եւ կարծում եմ, որ առաջիկայում դրանք կհրապարակվեն, ես կարծում եմ, որ դրանք բավական խոսուն են եւ խոսուն են լինելու։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ 21 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ բազմաթիվ հարցումներ կային, որոնք հիմնականում բացարձակ մեծամասնությունը գուժում էր, որ այսա քաղաքացիական պայմանագիրը չի հաղթելու, քաղաքացիական պայմանագրի վստահությունը շատ ցածր է եւ այլն, քաղաքացիական պայմանագիրը գնաց եւ ստացավ միանձնյա մեծամասնություն։ Եվ ես կարծում եմ, որ վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրություններում եւս մենք գրանցելու ենք միանձնյա հաղթանակ, որովհետև այն ցուցանիշները, որոնք որ մենք գրանցել ենք ընտրություններից 21 թվականի արտահերթ ընտրություններից հետո եւ հատկապես խաղաղության հաստատումը չափազանց մեծ հիմքեր են մեզ տալիս մտածելու, որ դա բերելու է հաղթանակի եւ բնականաբար մնացել է ընդամենը մի քանի ամիս դուք կտեսնեք։ Ես որ մեկը տեք հարց տալ Այս հարցման շրջանակներում նշում են, որ վարչապետի գործունեությունը խիստ բացասական է գնահատում 32%, իսկ ընդհանուր դրական 36%, այսինքն այդ ընդհանուր դրականը կեսը բացարձակ դրական, կեսն է միջին, հա, մասսամբ դրական։ Ինչու եմ այս հարցերը տալիս, ճիշտ է դուք ասացիք, որ ծանոթ չեք, բայց այնուհանդերձ 3 ամբողջ իշխանական լրատվամիջոցները սա վերահրապարակում են, ըստ էության ցույց էին տալիս իշխանությունը, որ հաշտել է այս թվերի հետ։ Հիմա դուք ինչպես եք օրինականել, որ այն 32%-ը, որ բացասական է Փաշինյանին վերաբերում, կարողանա ձեր կողմ դարձնել, թե չեք կարողանալու։ Տեսեք, մենք մեր հանրապետության բոլոր քաղաքացիների հետ ենք աշխատելու։ Մենք մեր ուղերձները հղում ենք մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին, անկախ նրանից այդ քաղաքացիները մեր ընտրողներն են, մեր ընտրողները չեն, մեզանից գոհ են, մեզանից դժգոհ են։ Բնականաբար նրանք, ովքեր որ մեզանից դժգոհ են, մենք իրենց հետ հավելյալ ջանք ենք գործադրում, որպեսզի մեր ուղերձները ավելի հասկանալի լինի նրանց համար։ Իսկ թե ինչպես ենք մենք համոզելու, մենք համոզվում ենք մեր աշխատանքով, մենք համոզելու ենք քարոզարշավի ընթացքում, որտեղ քարոզարշավը դրա համար է։ Մենք համոզելու ենք մեր քաղաքական ծրագրերը ներկայացնելով եւ ես նաեւ մեր մարզային այցերից կարող եմ վստահաբար ասել, որ մեր եւ ժողովրդի մեջ կա շատ առողջ եւ բնական օրգանիկ երկխոսություն, խոսակցություն եւ ժողովուրդը մեզ շատ լավ հասկանում է եւ այդ այցերն ու այդ այցերի արդյունքները ինձ տալիս են այդ վստահությունը, որ մենք գնալու ենք եւ գրանցելու ենք հաղթանակ, որովհետեւ մեր հաղթանակից է կախված խաղաղության շարունակականությունը։ Մեր հաղթանակից է կախված, թե արդյոք այն process-ները, որ մենք սկսել ենք ապաշրջապակման, թրիփի, զարգացման տրամաբանության, էգզիստենցիալ գոյաբանական ճգնաժամից դուրս գալու եւ ի վերջո զարգացման հուն մտնելու, այս ամեն ինչը վստահաբար կախված է մեր հաղթանակից, շփոթեցնող չի, որովհետեւ մենք ենք այն քաղաքական ուժը, ներողություն, ես ասում եմ հիմնվելով այն ռետորաբանության վրա, որոնք որ արվում է հիմնական ընդդիմադիր ուժերի կողմից, որովհետև տեսեք, որովհետև իհարկե կոնտրպրոդուկտիվ է ընդդիմադիրների կողմից կանգնել եւ ասել, որ իրենք ուզում են պատերազմ եւ իրենք չեն ուզում խաղաղություն։ Այդպես չեն ասում, հո հիմար չեն, այդքան հիմար չեն։ Ասում են, որ չէ, իրենք էլ են ուզում խաղաղություն, բայց այնպեսի ներողություն, շատ լավ, արժանապատիվ խաղաղություն բոլորս ենք ուզում, ներողություն, մի րոպե, ես ձեր հարցին կպատասխանեմ, մի ընդհատեք։ Խնդրում եմ ինձ մի ընդհատեք, ժամանակ կլինի ձեր համար։ Ես ինչ եմ ասում,
ընդդիմադիր ուժերը չեն ասում, որ իրենք դեմ են խաղաղությանը, բայց ըստ էության այնպիսի առաջարկներ են անում, որոնք որ քանդելու են խաղաղության ճարտարապետությունը։ Ներողություն, մի րոպե, եւ Նարեկ, մենք հիմա բանավիճում ենք, թե հարց ու պատասխանը։ Ձեր հարցը տվեք, ավարտեք։ Իմ հարցը դեռ գուցե ընդդիմության առաջարկի իշխանության համար այսպես անիրականանալ իսկ իրենք կարողանան։ Շատ լավ, հարց եմ տալիս, շատ լավ։ Նաեւ դուք ինչ հարց եք տա, ոնց որ թե մոտ է։ Ասեմ, հիմա տեսեք, ես հիմա բացատրում եմ, թե ընդդիմության գործողությունները ոնց կարող են հանգեցնել պատերազմի։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սահմանազատվի, կա սահմանազատման հանձնաժողով, որը աշխատում է, ներողություն չեն ասում։ Դաշնակցության 004 շրջաբերականը, որը որ հայտնի է արդեն, շրջաբերականի մեջ հստակ նշվում է, որ Հայաստանի շահերից չի բխում ունենալ սահմանազատված սահման։ Սահմանազատման գործընթացը, երբ որ մեկնարկեց Տավուշից, ընդդիմությունը Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ դուրս էր եկել սահմանազատման գործընթացի դեմ եւ ամեն ինչ անում էր վիժեցնելու սահմանազատման գործընթացը։ Հիմա եկեք այս տրամաբանությամբ նայենք, եթե ընդդիմությունը, որը որ դեմ է Դաշնակցության 004 շրջաբերականով, որը Հայաստանի Հանրապետության այս պահին դե յուրե երկրորդ, խնդրում եմ, էլի թողեք ավարտեմ։ Երկրորդ ընդդիմադիր, առաջին ընդդիմադիր ուժն է, երկրորդ ուժն է խորհրդարանական։ Եթե այդ ուժը ասում է, որ ինքը դեմ է սահմանազատմանը, եթե այդ ուժը սահմանազատման process-ի ժամանակ դուրս է գալիս փողոց եւ փորձում է վիժեցնել սահմանազատման գործընթացը, եթե այդ ուժը գնում է մարզեր եւ մարդկանց ասում է, որ այս հողերը տալու են 16 միլիոնի ծրագրով տներ մի կառուցեք ու մարդկանց մի մասը շփոթմունքի մեջ գնելով իսկապես չի օգտվում այդ 16 միլիոնի ծրագրից, չնայած որ շատերն էլ հարյուրավորները ու հազարավորները օգտվում են։ Բա դա խաղաղության դեմ արշավ չի, բա դա պատերազմին չի մոտեցնում։ Հիմա ձեր հարցը։ Դու մի շրջաբերական եք մեջտեղ բերում, որի մասին հերքում եք։ Գուցե ընդդիմության Ծառուկյանի, Քոչարյանի, Սամվել Կարապետյանի առաջարկը ԿՊ-ի համար անիրատեսական է, բայց իրանք գիտեն մեթոդները դա անելու եւ ձեր համար թող իրենց ասածները վախ են առաջացնում, գուցե։ Անկեղծ գալիս են եւ փայլուն իրականացնում։ Անկեղծ ասած վախ չեն առաջացնում որևէ կերպ, մանավանդ օրինակ այնպիսի քաղաքական կոնցեպտներ լսելուց, ինչպիսին է օրինակ Նոյան տապան կառուցելը, ես իմ կարծիքով, ինչպես 20%-ով է ժամ։ Տեսեք, դեղերի վերաբերյալ, դեղերի մի զգալի մասը, որոնք որ հիմա ներկայացվում է առանձին մարդկանց կողմից, այդ դեղերի մի մասը արդեն մտնում է առողջապահության ապահովագրության մեջ։ Հասկանում եք, որ եւ դրա մասին ըստ նաեւ ֆակտ չեք եղավ ու շատերը դրա մասին ներկայացրեցին, որ այն դեղերը, որոնք որ ներկայացվում էին, որ իրենք էսա կգան եւ դեղերը կեժանացնեն, այդ դեղերի մի զգալի մասը արդեն իսկ տրվում է անվճար առողջապահության ապահովագրության կողմից։ Այսօր մեր գործընկերը թիվ հնչեցրեց, որ միջև այս պահը առողջապահության ապահովագրության միջոցով 2 միլիարդ դրամից ավել դեղերի փոխհատուցում է տեղի ունեցել։ Դուք հասկանում եք դա ինչ է, դա մի քանի միլիոն դոլարի մասին է խոսում։ Դա նշանակում է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տասնյակ հազարավոր մարդիկ, հատկապես թոշակառուներ, իրենք իրենց թոշակը ստանալով այդ 20,000 դրամը ամսական տանում էին դեղ էին առնում։ Այսօր մանավանդ 65+-ի համար առողջապահության ապահովագրության շնորհիվ մարդիկ իրենց այդ 20,000 դրամը դեղ չեն առնում, որովհետև պետությունը այդ գումարը տալիս է, իրենք այդ 20,000 դրամը տանում են ավելացված 10,000 դրամի հետ միասին իրենց ամբողջական թոշակի հետ ծախսում են իրենց այլ կարիքների համար։